ձեր տղայի մեղադրանքի այս կալանավորումի եւ այս պրոցեսների մասին ինչ կարող ոնց էր Աննա ջան, Դավիթ Համբարձումյանը ապօրինի շինցու մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։ Իմի տեսնենք, եթե արդարություն պետք է լինի, էլի որ իրան վաստողն կամ կապանման միջոց տեսնենք, էլի, չեմ կարող ասեմ։ Հա, էլի, որոշ չափ, եթե արդարություն կա։ Եվ նաև Դավիթ Համբարձումյանը ինչ կալանավորված է, Մասիսում ամեն ինչ խառնվել է իրար, այդ թվում ձեր տուն պարբերաբար եկած ձեր սեղանին նստած Սրբազանը հիմա անցել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի Անի ջան, դա արդեն եկեղեցին, մենք բոլորս գիտենք, որ Աստծո տունն է, այդ հարցով ասենք ով ինչ արեց, ասենք խոսքի օրինակ Գևորգ Սրբազանն կամ որևէ մեկը, ասենք խոսքի օրինակ Աստծո նկատմամբ սխալ բաներ արեց, նա Աստծո կողմից պատժվելու է, իր պատասխանը ստանալու է իրենց, պատասխանը իրենք բոլորը ստանալու են։ Իսկ ձեր որդու նկատմամբ եւս մեկ անգամ չի դատապարտվել տեղի ունեցողը, այդքան փաստաբաններն էլ դուք էլ խոսում եք այն մասին, որ քաղաքական հետապնդում է։ Ինքը նախկինում պարբերաբար Դավիթ Համբարձումյանի հետ էր։ Գոնե մեկ անգամ իր կողմից դատապարտում չենք տեսել։ Գիտեք ինչ է, երեխեք ջան, Դավիթ Համբարձումյանը հայրենասեր տղա է, հայրենասեր տղա է, յորտի կողմից սիրված, հարգված, դե միշտ երևակայի վախի բանով միշտ ընկած են Դավիթ Համբարձումյանը հետևից, էլի ոնց ասեմ ձեզ։ Պարոն Համբարձումյան, իսկ տեսանք, որ Մասիսի հայ եկեղեցում էին եկել Պատարագի Փաշինյանը, իշխանավորները նաև Արարատի մարզի այլ քաղաքների, Հավեդի բնակիչների եւ այլն։ Այդ օրը նաև կարծիք կա դիմադրների կողմից, որ կարծես հավաքը տապալվեց։ Ձեր դիտարկումը ինչպիսին է։ Մասիսիները արդյոք գնացին Փաշինյանի հետ այդ Պատարագին, թե ոչ, թե տապալվեց այդ։ Երեխեք ջան, չեմ կարող ասել, դա արդեն ցույց է տալիս, որ Դավիթ Համբարձումյանին, ասենք, Մասիսի բնակիչները տեսնելով, որ Դավիթ Համբարձումյանին ապօրինի շինցու մեղադրանքով անազատության մեջ են թողել, դե ժողովուրդը դրանից էլ է կախված, որ չեն եկել մասնակցել, եւ պելուց դրան, ասենք, եկեղեցուն հակառակ չեն եկել, մասցիները չեն մասնակցել, ինչքան գիտեմ։ Facebook-ներով եմ նայել։ Facebook-ով եմ նայել ես։ Այս ամենը նաև կապ ունենալ նրա հետ, որ Դավիթ Համբարձումյանը այդպես էլ չդասվեց այն համայնքի ղեկավարների շարքին, ովքեր սկզբում ընդդիմադիր էին, հետո ընդունում էին։ Կապ ունենալ ինչի հետ, Նիկոլ Փաշինյանին դիմավորում էին, ինքը չդասվեց։ Կապ ունենալը, ասենք, խոսքի օրինակ ինչի, ասենք, մասցիները չեն մասնակցել, դա։ Չէ, այս պրոցեսները, որը դուք անվանում եք հետապնդումներ, հա, շինցու ապօրինի, կարող են կապ ունենալ նրա հետ, որ Դավիթ Համբարձումյանը մինչև վերջ մնաց իր հայտարարությունների հավատարիմ եւ այդպես էր ինքը իր սկզբունքներին ճիշտ է, բոլորից պարզ է, որ Դավիթ երեխեք ջան, ամենաճիշտը է, բոլորս լավ գիտենք, որ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենտի վարչապետի թեկնածու առաջադրված, դրա համար, ասենք, խոսքի օրինակ երևակա է, էլի, թե ժողովրդական հայրենասեր տղայա վախից են արել, թե ինչ հեսակ երևա էլ ես, դատի վախ պարզ կլինի, երեխեք ջան։ Բայց տեսեք, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ի պատասխան այն հայտարարությունների, որ Դավիթ Համբարձումյանը քաղաքական դրդապատճառներով է կալանավորվել, նշել էին, որ պատիվ ունեմը առաջադրել է նրան վարչապետի թեկնածու, որպեսզի հետո կալանավորեն ու ներկայացնեն Խախալազյան։ Դե չէ, երեխեք ջան, իմի թե Ալեն Սիմոնյանը ինչ ասել, չի ասել, դա вообще չի էլ հետաքրքրում։ Ներող կլնեք, էլի, ես համ ներս, հա։ Խնդրում եմ ներեք, հա։